Սիրիայում իրավիճակը լարված է, կրակոցների ձայները բնակիչներին վախեցնում են, մարդիկ փորձում են փակված մնալ իրենց տներում, Ռադիոլուրին պատմում է Հալեպի հայազգի բնակիչներից Սոնա Կյուրումլյան Հապոյանը։ Քաղաքը ինչպես զրուցակից է ասում անշարժության մեջ է, Սուրբ Ծննդյանն անգամ բոլոր խանութները, պետական հաստատություններն ու հիմնարկները փակ են եղել, անվտանգության նկատառումներով բնակիչներին զգուշացվել է այս օրերին տնից դուրս չգալ։ Հիմա մեր շրջանները այո զարգացումները շատ են, բայց վտանգավոր բաժինը չէ ինձնս, անոնք որ ես շատ ավելորդ տեղեկություն մարամասություն չունի, բոլոր արդեն զադիկի առիթով բոլոր մեր դպրոցները, բոլոր կորտիդեները կոթեին, առաջնորդարան, հոսոն եւ այլն, բայց ինչ որ գիտեմ, բոլորը իրենց դուները դերգացուցած են, որ բարբեն, որով վտանգավոր է ստելով։ Միան ասկայն լուրում եւ քաղաքը անշարժության մեջ է, ուրիշ բաներ դերյակ չեն, փողոցները ավելոց երուվեր չգա, բայց իրենց կողմերը ինչ որ ծծուցին, նգարներով արդեն ժողովուրդը ակտուկախ կերտա, որպես ինքնին կապահովեն։ Ռմբակոծություններ, կրակոցներ կան այս պահին։ Այո, կան, եւ շատ զորավոր են ցայները։ Տիկին Սոնան Հալեպում ապրում է ամուսնու հետ, մեզ հետ զրույցում ասում է, տնից դուրս կգան այն ժամանակ, երբ քաղաքում արդեն լիովին հանգստություն լինի։ Հալեպում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին բնակչությանը կոչ է արվել լքել վտանգավոր շրջանները, հնարավորինս նվազեցնելու քաղաքացիական զոհերն ու վնասները։ Տեղեկությունների համաձայն, հատկապես բախումների գոտիներին մոտ բնակվող մարդիկ արդեն սկսել են հեռանալ իրենց թաղամասերից, զգուշանալով իրադարձությունների սրումից, Ռադիոլուրին ասաց ազգային առաջնորդարանի ազգային վարչության խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը։ Ազգային իշխանությունը ցերկարած է ամեն միջոց խնայելու եւ օգտակար դառնալու մեր որևէ մեկ հայրենակցին, նա ապահով այրով նկատի առած, թե նաեւ եթե ցույց տան որևէ անագնդալ գարիքի կամացիմանն հանդիպած օգտակարությունը ունենալու, օրինակ սուպրիկո լուսավորիչ եկեղեցիներ մասրահ դրամատված է, եթե որևէ մեկ ընտանիք կամ որևէ մեկ հայրենի իր հնագած շրջանի մեջ վտանգի լավի, իսկ միաժամանակ մեր երկրորդները դավայելու պատրաստ գազին պատրաստ բոլորին ինչ որ պետք է պատրաստ են օգտակար դառնալ։ Ըստ համայնքի ներկայացուցիչների այս պահի դրությամբ Հալեպի հայաշատ թաղամասերում զոհեր կամ վիրավորներ չկան, վնասները միայն նյութական են։ Փառքաստու մենք մարդկային որևէ մեկ վնաս զոհ չենք ունեցել։ Քաղաքում ենթակառուցվածքները վնասվել կամ խափանվել են, որոշ շրջաններ մի քանի օր է հոսանք չունեն, ջրամատակարարումը մասնակի է, ինտերնետ կապը գործում է հաճախակի խափանումներով, ասաց զրուցակիցս։ Հալեպի մի շարք հիվանդանոցներից հիվանդները տեղափոխվել են Ալ-Ռազի հիվանդանոց անվտանգության նկատառումներով, քանի որ մեկ բժշկական հաստատության մուտքը վնասվել է հրետակոծության հետևանքով։ Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում կառավարական զորքերի և քրդերի գլխավորած ուժերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, հիմնականում քաղաքացիական անձինք։ Կողմերը միմյանց են մեղադրում մարտական գործողությունները սկսելու մեջ։ Թուրքիան սիրիական նոր կառավարության դաշնակիցն է և իր սահմանին գտնվող քրդական աշխարհազորայիններին համարում է անվտանգության սպառնալիք։ Այդ երկրի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն Անկարայում երեքշաբթի փոխանցել էր պահանջ, որ քրդական բոլոր զինված խմբավորումները, ներառյալ Սիրիայում գտնվողները, զենքը վայր դնեն, հաղորդում է France Press գործակալությունը։ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ՊԿԿ-ն եւ նրանց հարող բոլոր խմբավորումները պետք է անհապաղ դադարեցնեն ահաբեկչական բոլոր գործողությունները, նաեւ Սիրիայում եւ անվերապահորեն վայր դնեն զենքերը։ Բախումների ֆոնին Սիրիայի իշխանությունները դադարեցրել են Հալեպի օդանավակայանից և դեպի այնտեղ թռիչքները և դրանք ուղղորդել Դամասկոսի օդանավակայան, հաղորդում է պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, սա Բաշար al-Ասադի տապալումից ի վեր կառավարության և քրդական ուժերի միջև ամենամահաբեր բախումներից է։ Հալեպում ստեղծված մարդասիրական ծանր իրավիճակի պատճառը Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերի հարակից բնակելի տարածքների վրա սիրիական դեմոկրատական ուժերի հրետակոծությունների ինտենսիվացումն է, ինչի հետևանքով խաղաղ բնակիչները հարկադրված են եղել լքել իրենց տները։ Տարհանվել է մոտ 1000 քաղաքացիական անձ բնակելի թաղամասերի շարունակական գնդակոծության հետևանքով։ Սիրիայի արաբական բանակի գործողությունների հրամանատարությունը հայտարարել էր, որ Շեյխ Մաքսուդը և Աշրաֆիեն փակ ռազմական գոտիներ են։ Միևնույն ժամանակ բացվել են երկու անվտանգ մարդասիրական միջանցքներ քաղաքացիական բնակչությանն անվտանգ տարածքներ տեղափոխելու նպատակով։ Բախումները հետևանք են այն բանի, որ երկու կողմերը մինչ օրս չեն կարողացել կատարել մարտին ձեռք բերված համաձայնությունը՝ կապված կիսաինքնավար վարչակազմի և քրդական զինված ուժերի՝ Սիրիայի նոր կառավարության հետ միաձուլման հետ։ Հալեպում տեղի են ունենում բախումներ Սիրիայի կառավարական ուժերի և քրդական ինքնապաշտպանական կառույցների միջև, հատկապես քրդաբնակ թաղամասերի շուրջ։ Կառավարությունը պահանջում է լիարժեք վերահսկողություն և զինված խմբերի լուծարում, իսկ քրդական կողմը ինքնավարության պահպանում և անվտանգության երաշխիքներ։ Լարվածությունը սրվում է նաև Թուրքիայի ազդեցության և թուրքամետ զինված խմբերի ճնշման պատճառով, որոնք դեմ են քրդական ներկայությանը Հալեպում։ Աիդա Ավետիսյան, Ռադիոլուր։